Ողջույններ բոլորին, այսօր կաշխատենք set comprehension-ներ խնդրի վրա։ Խնդիրը հետևյալն է։ Ունենք մի հատ տող, որտեղ որ խառը բառեր են գրած, իրարից բացատով առանձնացված։ Ու մեզ խնդրում է, որ տպենք յուրօրինակ վերջին նիշ, բառերի յուրօրինակ վերջին նիշերը աճման կարգով։ Այսա օրինակի վրա ավելի լավ կհասկանանք։ Օրինակ A, B, C, D, E, F, G, H, I բացատով բաժանված ամեն ինչը, այս սրա վերջի տառը C-ն է, սրան է F-ը, սրան է I-ն։ Ոչ մի կրկնություն չկա, այսինքն հենց CF-ին է մեզ հետաքրքիր, ու իրանց տպում ենք այբենական կարգով. A, B, C, D, E, F եւ այլն C, F, I։ Երկրորդում եղե բացատով բաժանված նայենք բառերը, մեր մոտ hello ստորակետն է, how-ը, are-ը, you-ն, doing վերջակետը։ Այսինքն վերջին նիշերը սրանք են։ Հարցական U, E, W ու ստորակետ։ Էլի իրանց տպում ենք ու աճման կարգով այսպես տեսք են ունենում, սկզբում սիմվոլներն են, հետո տառերը, ու էլի կրկնօրինակներ չկա։ Այս օրինակներում չի նկատում այդ կրկնօրինակների պահը, բայց պետք է հենց անենք, որ ոչ մի կրկնություն չլինի, էլի։ Ու աճման կարգի համար էլ մեզ profound առաջարկում է, որ կարող ենք օգտագործել sorted ֆունկցիան, որը լիստերի ու սեթերի համար աշխատում է։ Ահա։ Ու նաև որպես լրացուցիչ առաջադրանք կփորձենք նաև մի տողով գրել սա, որ մենք հենց այս հավես ակնոցներով մարդու նման լինենք։ Ահա, եկեք անցնենք գրելուն։ Նախ մուտքը կարդանք, ինքը լինելու է մեր մոտ ինչ-որ տեքստը հավասար է input, չէ՞։ Բայց այս մեր տեքստը ինքը իրականում տարբեր բառեր են, որոնք որ իրարից բաժանված են բացատներով, չէ՞։ Դրա համար ստեղ գրում ենք input.split։ Հիմա սա մեզ կբերի, որ մենք ունենանք այսենց ինչ-որ ցուցակ A, B, C, ստորակետ, D, E, F եւ այլն։ Հիմա եթե սա գրելու լինենք list comprehension-ի տեսքով, ոնց կգրեինք, կամ вообще առանց list comprehension-ի կգրեինք sense, չէ, for I in text։ Եկեք ստա ինչ-որ մի հատ ցուցակ սարքենք, LST-ն հավասար է դատարկ, կասենք մեր list-ին ավելացրու վերջի էլեմենտը, չէ, այսինքն I-1։ List comprehension-ի տեսքով էլ սա կլներ sense։ Ինչն ենք հնանում I-1-ը, գրեցինք I-1, որտեղ այն փոփոխվում տեքստի մեջ for I in text։ Այսինքն մի հատ պատմություն կլիներ։ Ահա։ Բայց մեզ ասում է ոչ թե set list comprehension, այլ set comprehension։ Այսինքն մենք ուզում ենք բազմություն սարքենք սրա։ Դրա համար պարզապես պետք է այս սիմվոլը փոխենք այս սրանով։ Սա արդեն կդառնա set։ Եկեք փոփոխականի անունը դնենք S, օրինակ, որ ավելի հասկանալի լինի։ Բայց մի հատ նշում, եթե ուզենենք tuple comprehension սարքենք, չենք կարող այսպես գրեինք։ Սա գեներատոր կոչվող օբյեկտ է, որը վախենալու անուն ունի, բայց վախենալու բան չի, իրան հետո ենք գալու։ Tuple comprehension-ի համար պետք է գրեինք այսպես tuple ու այս պատմությունը։ Բայց մեզ set comprehension-ը պետք, դրա համար գրում ենք իրան այս տեսքով։ Ահա, մեզ պետք է ինքը սորտավորված տեսքով, դրա համար գրում ենք sorted s, ու այս sorted s-ը եթե գրենք, եկեք աշխատացնենք, եկեք այժիշտ համ սա տպենք, համ իրա sorted վիճակը տպենք, հերթով քայլ առ քայլ տեսնենք էլի ինչա կատարվում։ Կտեսնենք, որ ինքը տպում է սկզբում list-ի տեսքով սենց FEC, հետո սորտավորված set-ի տեսքով FIC, հետո list-ի տեսքով CFE։ Այսինքն sorted-ը մեզ վերադարձնում է սորտավորված ցուցակ։ Այդ sorted ֆունկցիայի բանն է, յուրահատկությունն է, ինքը այդ պրինցիպով է գրված, բայց մեզ տակը սրա մնալու է ուղղակի այսա տպել իրար բացատով միացված, ճիշտ է։ Դե ցուցակը միավորելու string դարձնելու համար մենք ունենք join մեթոդը, կարող ենք ստեղ գրել print, ասենք իրար միացրու բացատով, այսինքն բացատ ու get join այս մեր s-ը։ Եկեք այս print-ը արդեն հեռացնենք, ինքը ավելորդ է, ու սա եթե աշխատացնենք, կգանք ճիշտ լուծման։ Շատ բարի։ Ու մեկ էլ ինքը ասում էր, եկեք հլը սա փորձեք մի տողով անել։ Մի տողով անելը որպես վարժանք լավ բան է, բայց որպես ընթերնելի կոդ հեչ լավը չի։ Այսինքն հիմա առաջադրանքի մեջ sense կգրենք, բայց պրակտիկայում գործի մեջ հեչ խորհուրդ չի տրվում ունենալ մի հատ տող, որը որ sense երկար գնում է։ Այդպես չարժի անել։
մի տող դարձնելու համար կարանք ինչ անենք, այստեղ for in text ենք անում, չէ՞, տեքստը ինչ է, տեքստը մեր input get split-ն է։ Եկեք բերենք իրան դնենք այստեղ, ահա։ Այս տողը էլ մեզ պետք չի։ Հետո, այստեղ ասում ենք join արա s-ը, չէ՞, s-ը ինչ է, s-ը այսքանն է։ Կարանք բերենք սա էլ բերենք, դնենք այս սրա մեջ, ահա։ Ու всё, կդառնա նույն կոդը մի տողով։ Ուղղակի կարիք չկա էլի սենց գրելու, բայց որպես վարժանք վատ չէր, լավ էր։ Դե կհանդիպենք հաջորդ վիդեոներում։